Պարոն Գալստյան, ապրիլի 1-ը միջև ժամանակ երթված 9 նմուշի թղթադրամները փոխանակելու կենտրոնական բանկի փոխանակման կետում մեծ հոսքեր նկատվում է, օրինակ դեպքերից մեկը, որ ներքին գործերի նախարարությունը հրապարակեց, այն Ձյունանուշիկի ընտանիքը 42 միլիոն դրամ ուներ տանը պահած։ Այդպիսի մեծ հոսքեր ունենք, թե չունենք։ Ձյունանուշիկովը Հա, չէ, մենք մեծ հոսքեր չենք նկատում մեր մոտ, այսինքն առնվազն իմ մակարդակով չի եղել քննարկում, այդ նշանակում է խնդիրը, եթե նույնիսկ կան, լուծվել է, ու ես չեմ լսել որևէ ազդակ, որ մեր սպառողների կողմից կամ մեր քաղաքացիների կողմից որևէ ինչ որ մտահոգիչ կամ անհանգստացնող երևույթներ կան փոփոխության կամ փոխանակման փուլում։ Մենք, եթե ես չեմ սխալվում, ապրիլի 1-ից հետո էլ մենք շարունակելու ենք, չէ՞, պահպանում ենք այդ ռեժիմը, այսինքն մարդ չի լինելու, որ ունի նորմալ օրինական վճարելամիջոց, ու այդ օրինական վճարելամիջոցը մնում է իր ձեռքին։ Ինքը կարա գնա ցանկացած առևտրային բանկ, ինքը կարա գա կենտրոնական բանկ, ու այդ փոխանակումը իրականացնի անվճար։